Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երեք միջազգային կազմակերպությունների նաև դեսպանատների ներկայացուցիչների եւ այստեղ հիմա ներկա է միայն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Օհանյանը, քաղաքական ինչ-որ հարցերի պատասխանատու։ Ինչով եք բացատրում, օրինակ, այսպես ժողովրդավարության մասին անընդհատ խոսող եվրոպական եւ հանրության երկրների ներկայացուցիչները բացակայում են այս լսումներին եւ չեն ուզում լսել։ Ինչպես է օրինակ ԱՄՆ դեսպանատանից գալիս են եվրոպական երկրները կարծես թե չեն ուզում։ Տեսեք, նախ ուզում եմ ես մեզ բոլորից պետք է այդ պատասխանը տան, թե ինչի համար իրենք չեն եկել, այսինքն ինչ նախնդիրը, որ մարդիկ չեն ներկայացել, որն է պատճառը։ Ես այդ պատճառները ցավոք սրտի այս լսումների հետ կապված չունեմ, բայց մենք պնդելու ենք, որ իրենք ասեն պատճառը ինչն է, որ իրենք ներկա չեն։ Ներկա գտնվողներին շնորհակալություն ենք հայտնել։ Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, ես չգիտեմ, այսօր Կանադայի դեսպանատնից մարդ չկա, բայց բոլոր դատական գործերին, նիստերին ներկա ալինում, Կանադայի հյուպատոսը ներկա ալինում, եւ ես ողջունում եմ դա, Բագրատ Սրբազանի դատական նիստերին ներկա ալինում։ Ես կարող եմ ենթադրել, որ հաշվի են առնում այն հանգամանքը, որ աչք փակեն իշխանությունների կողմից այս ապօրինություններին, հայտնի են կարգախոսով, դե ապօրինություն ա գործում, ես մեղմ եմ ասում, բայց դրա ավելի կոպիտ ձևակերպումը կա, բայց այդ մեր գործողը մեր մեղմ գործողն է, այսինքն այդ ապօրինություններ անողը մեր ապօրինություններ անողն է, հասկանում եք։ Հայտնի խոսք կար, չէ, ես մի քիչ ավելի կոպիտ ձևակերպումը կա, բայց չեմ ուզում տամ, սրիկա, բայց մեր սրիկան է։ Հիմի այս կոնտեքստում մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ ժամանակին օտարերկրյա դիպկորպուսի ներկայացուցիչները ամենաչնչին խախտման պարագայում այցելում են քրեակատարողական հիմնարկներ, նվազագույնը այցելում են քրեակատարողական հիմնարկներ, մասնակցում են դատական նիստերին, տալիս են քաղաքական գնահատականներ, այս առումով ցավոք սրտի, այս պահի դրությամբ քիչ են այն մարդիկ, որոնք որ գնահատական են, որովհետև կաշկանդված են, որովհետև տարբեր ացիաներում իրենք հետևյալն են ասում. այս ընդդիմությունը, որ կա, պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Այսինքն, այս իշխանությունները գնում են եվրոպական հարթակներ, այդ մարդկանց հետ խոսում, ասում են, այս մարդիկ Ռուսիա ագենտներ են, հասկանում եք, անպատասխանատու, անբարտավան մոտեցում են դրսևորում եւ բոլորին արատավորում, ով իրենց կարծիքի հետ համաձայն չի, իրանց ագենտ են կարգում։ Եվ այդ առումով էլ նաև մենք ունենք նախադեպ, երբ որ չեմ ուզում դիվանագետի անունը տամ, երբ որ դիվանագետը ընդդիմության հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ այս մարդիկ եկել են հստակ sense բաներ են ասել։ Այսինքն խայտարակություն է, դու գնաս օտարերկրյա դիվանագետին, ասես, որ քու քաղաքական օպոնենտը Ռուսաստանի ինչ-որ ինչ շրջանակների հետ աֆիլիացիա ունի, այս է իրանց գործելավոճը։ Բայց մենք էլ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ԱԱԾ նամակներ ենք ուղարկել եւ պահանջել ենք նույն մեկ գործընկերի Գեղամը, ուրեմն Մանուկյան, նույն Բագրատ Սրբազան պայքարի ժամանակ ուղարկել ենք, ասել ենք, եթե կա նման բան, ուրեմն քրեական գործ բացեք եւ իրենք փոխադարձ նամակ ուղարկել են, որ նման բան գոյություն չունի։ ԱԱՑ-ն այդ բան ուղարկել, հասկանում եք։ Այսինքն գործ ունենք զրպարտիչ, կեղծիքի մի թագավորության հետ, որ ամեն ինչ անում է, որպեսզի օտարերկրյա դիվանագետների մոտ մեզ ներկայացնի որպես 5-րդ չարաշտություն։ Պարոն Դանիելյան, եթե հարց չկա, դուք հարցը։ Սիրով։ Պարոն Դանիելյան, համառաջնորդում եք Սրբազան պայքարը, Կաղուշը հանուն հայրենիք։ Ձեր վերաբերյալ քրեական ինչու՞ չկա։ Ես մի քանի օր առաջ եմ ասել, հիմա էլ կրկնեմ, ես հարցաքննվել եմ, ուզում եմ ձեզ ուրախացնել, որ ես հարցաքննվել եմ, բայց ուզում եմ նաև ձեզ տխրեցնել, որ մինչև հիմա ես ազատության մեջ եմ, բայց կարող եմ եւս մի անգամ ձեզ ուրախացնել, որովհետև ես համոզված չեմ, որ շատ երկար ժամանակ կլնեմ ազատության մեջ, կարծում եմ ինչ որ մի պահի կլնեմ ձեզ կուրախացնեմ եւ կլնեմ քրեակատարողական հիմնարկում։ Պարոն Դանիելյան, ես խնդրում եմ ձեր հարցի մեջ հեգնանք այսօր բացառեք, որովհետեւ հարցադրումը նպատակ ուներ մեկ բան բարձելու։
Եթե ձեր արարքում չկա քրեական հանցակազմ, ենթադրվում է, որ ձեր նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում։ Եթե Հայաստանում մարդու արտահայտության համար, մեկ նախադասության համար, որ մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, այդ մարդը ամիսներ շարունակ, այդ մարդն էլ ազգային բարերար է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Ես ինչքանով եմ ապահովագրված, որ ես չեմ լինի հաջորդը, կամ նույնը Միքայել Սրբազանի, ինչ որ մի բառ կարան գտնեն, ասում եթե մարդը կա, հարգելիս, գործն էլ կգտնվի։ Այն հայտնի է խոսքով, որ քրեական օրենսգիրքը գցում ես գետին, որի վրա կանգնես, դրա վրա կարան քրեական Դանիելյան թույլ տվեք հարցներ էական չի, չէ, վերջերս։ Պարոն Դանիելյան, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում քաղբանտարկյալներ եղել են թե ոչ։ Եվ խնդրում եմ նշեք, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ես նշել եմ, ասել եմ, որ նորանկախ մեր հանրապետության կյանքում եղել են քաղբանտարկյալներ, ես չեմ ուզում որևէ մեկին Չէ, ես չեմ ուզում որևիցե մեկին առանձնացնել, որովհետև առանձնացնելով մեկին, ուրեմն բաց կթողնենք մի մյուսին, որը կարող է իմ կողմից ճիշտ չի լինի, ես գնահատականները տվել եմ, ավելին ասելու չունեմ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ։